Գազի հետ կապված մենք համարյա կես միլիարդ դոլարի մեր երկիրը գազ է ներմուծում, բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն եւ իսկ մեզ տա գազ։ Ինչ ենք անելու մենք։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Իրանը այդ տեխնոլոգիաներին չի կարողանում ունենա մուտք, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ։ Հայաստանը ունի մուտք։ Այդ տեխնոլոգիաներով, ջերմաէլեկտրակայաններով մենք կստեղծենք Իրանի սահմանին գազ էլեկտրականության դիմաց մեծ համակարգ, որը մեր երկիր կթողի տարեկան կես միլիարդ դոլար, որպեսզի դուք հասկանաք, դա իր քանակով էկվիվալենտ է ինչի հետ համեմատենք։ Երևի երկրի ամբողջ թոշակների համարյա մոտ է թոշակների ֆոնդի հետ։ Չեմ ասում ամբողջը շահույթ կլինի։ Դա շրջանառություն է, եւ եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով։